Բարի օր, սիրելի հետևորդներ, ժողովուրդ ջան, բարի օր։ Այսօր պատրաստում ենք աղացած մսով ուտեստ։ Պետք է վերցնեմ կտրտած բիբարը, ջեռեփուկ եմ պատրաստելու։ Վերցրել եմ 1 հատ կարմիր պղպեղ, 2 հատ կարմիր պղպեղ եւ 1 հատ սպիտակ։ Սա լցնում եմ մեջ ամանի մեջ, լցնում եմ 1 հատ այսպես օղակներով կտրտած սող եւ վերցնում եմ կես թեյի կտալ սխտոր, պետք է վերցնեիմ շատ սխտոր, բայց որ թորնիկները սխտորի շատ են խուսափում, ես այնպես ուզում եմ անեմ, որ սխտորը շատ մեջը չերևա։ Վերցնելու եմ 1 թեյի կտալ թումյան, ուրց կարճացած։ Վերցնելու եմ ծիթապտղի յուղ, այսպես ուղղակի մի քիչ ցող եմ, ասենք 2 ճաշի գտալ ծիթապտղի յուղ, սիրելի հետևորդներ։ Հիմա այս բոլորը խառնելու եմ իրար, այսպես, սա լինելու է տակի մասը։ Ավելացնում եմ հիմալայան աղ։ Շատ քիչ, որովհետև բոլոր ուտեստների մեջ աղ կա։ Գալիս է հիմա միսը։ Վերցրել եմ 1 կիլո միս, խառը, խոզ եւ տավար։ 1 հատ սող քերիչով անցկացրել եմ։ Գցում եմ մի փոքրիկ սխտոր։ Գցում եմ 1 թեյի կտալ չիլի պղպեղ, գծում։ Վերցնում եմ 2 ճաշի գտալ կարմիր քաղցր պղպեղ։ Վերցրել եմ 2 թեյի գտալ աղ սև պղպեղի հետ խառնված, ինչպես միշտ։ Վերցնելու եմ 50 գրամ, սիրելի հետևորդներ, 50 գրամ միներալ ջուր, գազով ջուր։ Ավելացրեցի մաղադանոց, կտրատած, ով ինչքան ցանկանա։ Ես ավելացրել եմ հոսքի համար մի այսպիսի բուր կտրտած մաղադանոց։ Չմոռանամ ասելու, սոխը անցկացրել եմ քերիչով։ Արդեն միսը վերջացրեցի, հիմա տալու եմ այսպիսի տեսք մեր մսին ու տեղադրելու եմ մեր ամանի մեջ եւ այսպես կշարունակեմ մինչեւ վերջի միսը։ Հիմա գցելու եմ 1 կիլո մսին 8 ճաշի գտալ չորահաց։ Եվ սա մեր վերջի խառնուրդն է։ Վերցրել եմ 4 ճաշի գտալ լոլիկի մածու, մի թեյի գտալ վերցրել եմ չորացրած օրիգանո, աղը ըստ ճաշակի եւ ավելացրել եմ 400 մլլ ջուր, տաք ջուր։ Եվ ստացել եմ այսպիսի զանգված։ Հիմա ավելացնում եմ այս բացած սոուսը, ավելացնում եմ մեր ուտեստի վրա, այսպես։ Եվ դնում եմ 3 հատ կանաչ քիչ կծու պղպեղ երևի մասում։ Չմոռանամ ասելու, որ հետո ավելացնելու եմ 2 տեսակի պանիր, մոցարելա եւ գաուդա։ Ուղարկում եմ ջեռով, սիրելի հետևորդներ, 200 աստիճանի տակ։ Հիմա արդեն համարյա էփվե վերջացել է, ոչ նորմալ էփվելա, հիմա պանիրը գցելու ժամանակն է։ Սա վերջնական տեսքն է մեր ուտեստի այսօրվա, հույսով եմ կհավանեք մեր այսօրվա ուտեստը եւ պատրաստել եմ ուտեստի հետ այսպիսի փլավ։ Եվ միսը կփորձեմ, շատ գեղեցիկ, անուշ կարմիր գույն ունի եւ լիովին եփված է։ Շատ համեղ է, շատ անուշ բուրմունք ունի, ամեն ինչը գեղեցիկ, սիրուն պատրաստված է, պանիրը մեր փլավը նույնպես հետը շատ համեղ է։ Ինչ ասեմ, փորձեք, համտեսեք եւ գրեք։ Գրեք, որպեսզի իմանամ դուք հետևում եք ինձ, դիարժեք ու պատրաստում եք իմ պատրաստած ուտեստը։ Սիրում եմ ձեզ, սիրելի հետևորդներ, մնացեք ինձ հետ։ Մեզ մնում է հետևել, հավանել եւ տարածել։ Մնացեք Ռոզա տատիկի հետ։